Մաշ, հասկացա։ Պապան գալիս է, դուրս եմ գալիս։ Ես դուրը ինչի եք բաց թողել։ Պապան հասնում է, ես էլ գնում եմ մաշին տեսնում։ Ադելը սայլակի վրա է, պարկած չի։ Տհաճ եմ։ Հովո չգիտես, որ Ադելը… Ադելը գիշերը շատ սրտաճմլիկ հաղորդագրություններ էր ինձ ուղարկում, Լիզա։ Ասում էր, որ կռվել եք ու ինքը իրան հիմա շատ մենակ է ազգում։ Ասել ես, որ եթե անգամ խաբում ես, կարիք չկա ուրիշների մոտ այդ բարձրաձայնես։ Ես չեմ խաբում։ Հեռախոսիդ պահելը բոլորս էլ տեսել ենք, Լիզա։ Կարող ես ստուգել։ Մի ամբողջ գիշեր ես ունեցել։ Այս անտերի մեջից էլ հնարավոր է ամեն ինչ ջնջել։ Ես չեմ հասկանում, եթե պետքա իմ ասածներին չհավատաս ու ինձ չվստահես, մեր շփման իմաստը ո՞րն է։ Եթե դուրս ես գալիս, մատանի տուրը աղջիկ ջան։ Տանը հասկացանք բացատրություն ունես, բա դրսում։ Ձեռքս ցավում է։ Այն օրը Մաշը գույնը գցել էր, երբ որ չկայիր։ Ու ինձ թվում է, Լիզա, որ Մաշը քեզ օգնում է։ Արի միասին գնանք։ Ինչքան քեզ սիրում եմ, երկու այդքան էլ կարամ քո հետ դաժան լինեմ, Լիզա։ Ես ոչ խելագար եմ, ոչ էլ ինքս ինձ ինչ-որ բաներ եմ հորինում։ Ես զգում եմ, որ ինչ-որ մի բան կա։ Թող ասում եմ։ Յա, չհասկացա։ Ո՞նց հասկանանք։ Ընդամենը խոսում էինք, որ իրար հասկանայինք, Արսեն ձա։ Էսա ձեր խոսալը։ Երբ մարդիկ իրար չեն հասկանում, ճիշտ է այնքան խոսանան, մինչև հասկանան իրար։ Կարելի է բարձր ձայնով խոսել, վիճել, բայց ոչ ավելին։ Արսեն ձա ավելին չի լինի, դու գիտես, որ ես աղջկաց շատ եմ սիրում ու չեմ կարա իրան նեղացնեմ։ Ընդամենը խոսում էինք, որ հասկանայինք իրար։ Ճիշտ կանես, որ հիմա գնաս, հետո կխոսեք կհասկանաք։ Հիմա լարված ես, հնարավոր է, որ էլի սխալ հասկանաք իրար։ Արսեն ձա։ Ովո, հետո կխոսեք։ Եթե կարևոր չի, հետո կզանգեմ։ Ով ստեղ քեզ հարցնող կա։ Ով է։ Ասում է էլի եկե, պայմանավորվել եք, որ ավտոն պետքա բերի։ Ավտոն արդեն նայում ենք, բայց քեզ է հարցնում։ Ավետ է անունը։ Լավ, գալիս եմ։ Ոնց ես զգում քեզ, Բորիս։ Լավ եմ, պապ, մի անհանգստացի։ Չէ, անհանգստանում եմ։ Դուք դեռ նոր եք կյանք մտնում։ Այնքան բարդություններ կան, այնքան իրար չհասկանալու օրեր կան։ Հովոն մեղավոր չի, պապ։ Ստացվեց։ Ես է երևի սխալ։ Ես գիտեմ, որ Հովոն քեզ շատ է սիրում։ Ու գիտեմ, որ Հովոն քեզ երբեք չի նեղացնի։ Բայց մի բան եմ ուզում ասեմ։ Այն օրը, երբ քո ընտրած տղամարդը քեզ կցավեցնի, երբեք պատճառներ չփնտրես, թե օգնած էր,
ջղայնացած էր կամ նեղված էր։ Եթե մի օր այդ գիծը հատվի, երբեք չմտածես, թե ընտանիք ես փրկում։ Պայմանավորվեցինք։ Ու մի բան էլ ասեմ։ Երբեք չմտածես, որ դու ես մեղավոր։ Մեղավորը այն մարդն է, որ հարմար խոսքեր չի գտել քո հետ խոսելուց։ Ես երբեք քո կյանքին չեմ խառնվի, քո հարաբերությունների մեջ չեմ մտնի։ Բայց եթե անկարծ մի օր քո ձեռքը կոպիտ բռնի, ու աստված չանի, քո վրա ձեռք բարձրացնի, ես քո խոսքին չեմ սպասելու, ես խառնվելու եմ։ Ինչքան էլ սիրես, ինչքան էլ պատճառներ գտնես, երբեք չմնաս այնտեղ, որտեղ քեզ կցավեցնեն։ Իմ ամենամեծ պարտությունը այդ կլինի, Լիզա, որպես տղամարդ։ Բարի օր։ Բարի օր, ախպերս։ Ավտոն բերեցի, ասեցի նայեն, համել տենամ ոտդ ոնց է։ Ոտս լավ է, գնացիր կորար։ Դե հա, գործերը շատ էին, բայց մեկը զգացի, որ պետք է ավտոն նայեն։ Կարող է, եթե ազատես, կոֆե խմենք։ Սպասի տենամ ինչ են անում գամ։ Ալո։ Հիմա ես քեզ մի հատ համարանիշ եմ ուղարկում ինձ ինֆորմացիա տուր դրա մասին։ Մենակ արագ։ Լավ։ Պապ, իսկ ոնց հասկանաս, դա սեր է, թե ընդամենը սովորություն, որ դուք միշտ միասին պիտի լինեք։ Մարդը շատ արագ անտելանում սովորությանը։ Երևի հարմար է, հանգիստ է, բայց սերը հարմար լինելը չի, շատ տարբեր է։ Օրինակ ոնց տարբեր ես։ Դե ասենք ինքդ քեզ հարցեր տալով։ Եթե այդ մարդը հենց վաղը որոշի գնալ, դու ցավ կզգաս, որ կորցնում ես հենց իրեն, թե ուղղակի կնեղվես, որ ինչ-որ բան փշրվեց, ինչ-որ բաներ քանդվեցին։ Նույն բանը չի։ Չէ, մի դեպքում մարդուն ես կորցնում, մյուս դեպքում քո պատկերացած ապագան։ Իսկ եթե էլի պատասխան չգտնես։ Ամբողջ կյանքում հնարավոր է կասկածես։ Բայց վերջում կասկածներից հետո ձգտելու ես նույն մարդու մոտ գնալ։ Հիմա դու նման հարցեր չպետք է տայիր։ Ուղղակի խոսում ենք։ Չէ, բալես ուղղակի չեն խոսում, ուղղակի նման հարցեր չեն տալի։ Մանավանդ, որ հիմա նոր եք սկսել։ Չէ, պապ, խոսքը հովոյի մասին չի ընդհանրապես։ Ուղղակի մենք այնքան վաղուց ենք իրար ճանաչում, մի պահ այդպես մտածեցի, կարող է սովորությունը։ Հիմա որ բացատրեցիր, հասկացա, որ չի ուզի կորցնեմ իրեն։ Հաստատ կգա ու կհաշտվենք, բայց քո ասածները կհիշեմ։ Չեմ թողնի ինձ նեղացնել։ Դե լավ, ես էլ դուրս չեմ գա, կասեմ Մաշը կգա, պապ։ Լավ։ Տղերքը ասեցին, որ մեքենայիդ հետ ամեն ինչ նորմալ է։ Չեմ հասկանում ինչի էիր որոշել, որ այդ մեքենատ խնդիրներ ունի ու ձեն է գալիս։ Հա, ձեն էր գալի դրա համար։ Մնացի առանց կոֆե։ Քեզ այն օրն էլ ասացի, որ այդ մեքենայից ձեն չի գալիս։ Եվ հատա որ չի գալիս։ Ավելի լավ որ նայեցինք։ Գնանք։ Ինչ որ բան ես ուզում ասես։ Ճիշտն ասած, հա։ Հանգիստ կարաս ասես, լսում եմ։ Ինձ տուն կտանես։ Հաստատ է իր ուզում ասեի։ Հա։ Ավելի լավ։
Ես քեզ տուն կտանեմ, դու էլ ինձ սուրճ կհյուրասիրես։ Կլինի։ Դե լավ, տենց մի նայի, կատակ եմ անում։ Ով է անծանոթ մարդուն տուն կանչում։ Ասա, Լսիր, ուզում ես հանդիպենք, կհանդիպենք, բայց դրանից առաջ Վիգենի հետ պետք է շփվես, իմանանք ինչ ա մտածում, ինչ գիտի։ ես քո համար Իմանաս կհանդիպենք։ Արի, ճիշտ ես, անծանոթներին տուն չեն բերում, բայց ոնց որ դու արդեն ծանոթ ես։ Ասում ես կոֆեն ոնց ես խմում, քաղցր։ Չէ, տունը եթե մարդ կա, ասա բարևեմ։ Չկա։ Լավ, ուրեմն քեզ նեղություն չտամ, սուրճը ես կդնեմ, թե չեք ասես համ զորով եկավ մեր տուն, համ էլ կոֆե ա ուզում։ Ոչ մի խնդիր չկա, այն կողմում ա։ Չնայած ես ու հերս սովոր ենք արդեն երկար տարիներ ա մենակ ենք ապրում։ Բայց որ ուզում ես դիր։ ով ջան, բարյոր։ Բարյոր։ Մտածեցի հյուրը տանը կլինի։ Գործից տեղը չի, բայց աղբոն էլ դրսում չի, հա։ Չէ, տանը չի, Արսենձը։ Բան ա եղել։ Կարող ա եկել ես, որ խոսանք։ Ճիշտ ասած մտածում էի, որ խոսանք, բայց դե մտածեցի ավելի լավ է հետո։ Ես ոչ մի բան չգտա։ Այ, բարև ձեզ։